Ռուսաստան արտահանվող ծաղիկների մի խմբաքանակ օդակայանից վերադարձրել են ծաղկատերերին։ Մոսկվան չի ընդունում Հայաստանում աճեցված ծաղիկները։ Аэропортից հետ են տվել, Պետեթար, Յակուտիա։ Ռոսել Խոսնադզորը հայտնում է, որ Հայաստանից ներմուծված ավելի քան 96 միլիոն ծաղիկների փնջերում 135 խախտում են գտել։ Սա անցած ամբողջ տարում հայտնաբերված խախտումների մոտ 80%-ն է։ Արդեն մեկ օր է Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը։ Ջերմոցից ջերմոց ծաղիկների որակը կարող է տարբերվել, ասում են ծաղկագործները։ Հիմա օրինակի համար SG-իմ երկու ջերմատուն ունեմ, տարբեր են։ Ընդեղի վարդը չի կարա երբեք ստեղից վարդի որակն ունենա։ Ինքը իր հենց պայմաններով էլ ինքը տարբերվում է։ Մղջանում ջերմոցատերերից շատերն են ընդունում, որ Հայաստանի ծաղիկների մեջ կարող են վնասատուներ լինել, ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ, բայց ոչ այնքան շատ, որ արգելվի դրանց արտահանումը։ Ոչ մեկ չի կարա պնդի, որ Հայաստանում ծաղիկը, միրգը, բանջարեղենը սաղ իդեալական են մշակում։ Տեսեք, նույն թե ջերմատները, թե ինտենսիվ այգիների հետ կապված կամ բացօթյա ուրիշ կուլտուրաներ, մեկը մշակում է լավ, մեկը մշակում է վատ։ Բայց եթե ընդհանուր համեմատականով վերցնենք, հայկական ապրանքը ինքը իր որակով, թեկուզ վնասատուներ, եթե հայտնաբերվում էլ է մեջը, ինքը իր քանակով կամ իր այնքան քիչ է, որ հաստատ չես կարող համատես Ռուսաստանում ռուսական ապրանքի հետ։ Ծաղկագործ Արտյոմի կարծիքով խնդիրը ոչ թե ծաղիկների որակն է, լավ էլ մշակում են, լավ էլ շուտ բանից, այլ Մոսկվայի Հայաստանի իշխանության հանդեպ վատ վերաբերմունքը։ Հույս ունի, որ ընտրություններից հետո նորից իր ծաղիկները կհայտնվեն ռուսական շուկայում։ Կարող է վախցնի, փորձի շահարկել այս ամեն ինչը, բայց գալու է մատպահ նորից ինքը բացելու է։ 94-ամյա այս մղջանցին սակայն այդքան էլ լավատես չէ։ Կարծում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը շատ թանկ կարող է նստել հայաստանցիների վրա։ Ինչի համար է ռուսից կդրված։ Ինչի համար։ Ապրում ենք էլ հետ է, կամաց։ Լավ վարչապետ չի, գերավ մեզ համարցը։ Մղջանում մի ծաղկագործ արդեն վաճառքի է հանել իր ջերմոցները, ուրիշ գործ է փնտրում։ Ծաղկագործ Արտյոմը ուրիշ շուկաներ, կարծում է իր վարդերը կթրցնեն Բուլղարիայում ու Թուրքիայում։ Թուրքիան էլ այսօր ինքը շատ մեծ քանակի ծաղիկի ռասխոդ ունի, բայց հայկական վարդն էլ այսօր աշխարհում եւ որպես հիդրոպոնիկ վարդ է, եթե նայենք առաջինն է, բայց որպես վարդ երրորդն է։ Այնպես որ մեր վարդը որտեղ էլ մտավ, մենք վաճառելու խնդիր չունենք այդ առումով միանշանակ։ Շատ ջերմոցատերեր սակայն չեն հավատում, որ հայ-թուրքական սահմանադուռը օրերի ընթացքում հեշտ ու հանգիստ բացվելու է հայ գյուղատնտեսների առաջ։ Արդեն 4 տարի է անգամ երրորդ երկրների քաղաքացիներին Թուրքիան չի թույլատրում հատել Հայաստան-Թուրքիա սահմանը, չնայած կա այդպիսի պայմանավորվածություն։ Թուրքական շուկա մտնելու հեռանկարով չոգևորված մարդիկ զգուշանում են խոսել տեսախցիկի առաջ, ասում են շարից փորձանքից, քաղաքականությունից հեռու։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։